Պորտուգալիան ազգերի լիգայի հաղթողնա Գերմանիան ու Իտալիան ձեր-ձեռի տված իջնում են անդունդ, Մորատան մոռացել է գոլ խփելու ձևը, Ռոնալդուն Մեսսին սիրում է։ Ֆուտբոլային մրցաշարերը մեկը մյուսին հերթ չեն տալիս, ինչպես մեր թողարկումները, ողջույն բոլորին, արդեն 1 ամսից ավել շաբաթական 2 թողարկում ենք պատրաստում ձեզ համար։ Ինչքանով է սիրուն, որ առանց բաժանորդագրվելու նայում եք։ Հեչ սիրուն չի։ Մինչև եվրոպական ֆուտբոլը քրքրելը առաջարկում եմ մեր ցավերով տապակվել։ Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացրեց Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հետ։ Նախ եկեք դրականը տեսնենք։ Ցավոք միայն սա էր ու մի քանի դրական տեղաշարժեր Կոսովոյի հետ առաջին խաղակեսում եւ իհարկե Կոսովոյի հետ Հենրի Ավագյանի փայլուն խաղը, որի սեյվերը օգնեցին մեզ վերջնական խայտառակ լինելուց։ Բայց այնինչ եղավ երկրորդ խաղակեսում, երևի տեսած կլինեք, մենք ընդունեցինք 5 գոլ չցուցադրելով նույնիսկ մինիմալ դիմադրություն։ Ու դա այն դեպքում, երբ գիշատիչ Մուրիկին չէր խաղում։ Չեռնոգորիայի հետ էլ խաղը մի բան չէր, բայց դրականն այն է, որ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, օրինակ Արայիկ Էլոյանը, Աղբալյանը իրենց նորամուտը նշեցին եւ դա կարծում եմ լավ է, հատկապես Էլոյանի հարցում շատ լավ տվյալներ ունի եւ կարող է շատ լավ հարձակվող դառնալ, միայն մնում է որ ձիգ մնա։ Մեր հավաքականի մասին խոսելով կարող եմ ասել մի բան, մեզ մեծ հաջողությունը շատ օդ ու ջրի պես պետք է։ Ֆեդերացիան ընտրել է տարբեր երկրներից Սփյուռքից հայերին հավաքելով անել դա, հարց չկա, Աստված տա ստացվի։ Հակառակ դեպքում իմ կարծիքով պետք է 5-ից 10 տարի դադար վերցնել, կրթել, բոլոր միջոցները ներգրավել եւ կրթել սերունդ, որը կբերի այդ հաջողությունը, ինչպես արեցին Վրաստանը կամ Ուզբեկստանը օրինակ։ Ամեն դեպքում այս խաղերում լավագույնը Էդուարդ Սպերցյանն էր, որը շատ է հասունացել եվրոպական ֆուտբոլ խաղալու համար, նրա մասին պոստը կարող եք կարդալ մեր Telegram-ում, լինկը ներքևում է, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Ազգերի լիգայի հաղթողները պարզ են, պարտվողները նույնպես հաղթողները տոնում են, իսկ պարտվողները Ապեր ես զարմանում եմ, այս տարիքում ինչի ես այդքան վերցրել վրեդ, բա որ չկրես։ Իհարկե ոչ ոք չի ժխտում Յամալի բացառիկ ֆուտբոլիստ լինելը, նրա տաղանդավոր լինելը, բայց այս տարիքում այսքան բան վերցնել, արա ախր կարողա Պերեդոզից չդիմանաս։ Ախր դա ես չեմ ասում, դեռ նախամարդու հետ ֆուտբոլ խաղացող մի ֆուտբոլիստ է ասում։ Յամալը նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց մի մոռացեք, որ նա դեռ երեխա է։ Հանգիստ թողեք նրան։ Իրոք, եկեք հանգիստ թողնենք տղային, թե չէ հաստատ որ մոտը ճգնաժամ սկսի գալու են ասեն դուք եք մեղավոր։ Մինչ խաղը մի ուշագրավ դրվագ եղավ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոնին հարցրին թե ով կհաղթի ոսկե գնդակը։ Կարծում եմ այդ տիտղոսը պետք է ստանա նա ով հաղթել է Չեմպիոնների լիգան։ Այս խոսքերի վրա միանգամից ակտիվացավ Ֆրենկ Ռիբերին։ Իո, իրոք ՉԼ-ն հաղթած տեխնացուն պետքա ստանա։ Էս ի՞նչ նորություններ արա։ Հիմա կմտածեք Ռիբերին Յամալի պահապան հրեշտակն է։ Իր համերկրացի Դեմբելեին գցում է, Յամալին բռնում է։ Միավիտներ, ավելի խորը մտածեք։ Սրանով նա կծում է Ռոնին, որովհետև 2013-ին նա Բավարիայի հետ թրեբլ վերցրեց, բայց ոսկե գնդակը միևնույն է Ռոնալդուն ստացավ։ Արդեն 13 տարի է այս հարցով տապակվում ախեղճը։ Ասեմ, որ այս ասուլիսին Ռոնալդուն նաև անդրադարձել է Մեսսիին եւ նրա հետ խաղալու հավանականությանը։ Դա այդ տեսանյութը կներկայացնենք ամենավերջում, այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ մենք վերադառնում ենք եզրափակչին։ Ռոնալդուն ինչպես միշտ շատ գեր էմոցիոնալ էր, հաղթանակից հետո նա համբուրում էր գազոնը, կարծես աշխարհի չեմպիոն է դարձել, չնայած ասում էր, որ չի բացառվում, որ մի օր արթնանամ ու ասեմ Էրիկա, էլ չեմ ուզում ֆուտբոլ խաղալ։ Ամեն դեպքում այդ առավոտը դեռ չի եկել ու նա շարունակում է տիտղոսներ շալակել։ Միայն տեսեք ինչ էմոցիաներ են հաղթական 11 մետրանոցի ժամանակ, կարծես հենց նոր է կարիերան սկսում, կարծես հենց նոր է աղքատությունից դուրս եկել։
Մեր երկրի համար տիտղոս նվաճելը միշտ մեծ պատիվ է ինձ համար։ Այստեղ են իմ ընկերները, երեխաները, ընտանիքս ու ես մեծ հպարտություն եմ ապրում։ Արա մարդը գրեթե ամեն ինչ հաղթել է, մինչև թորին ամեն ինչով ապահովել է, 40 տարեկան է, բայց մինչև հիմա հաղթանակի ծարավ է, այսենց են հաղթում, թե չէ մարդիկ կան ազգային հավաքական են հրավիրվում կամ 2-3 հազար դոլար են ստանում, ասում են վսյո, էս է իմ պիկը։ Մենք փոքր ազգ ենք, բայց մեծ ամբիցիաներ ունենք, դա ինձ շատ է ուրախացնում։ Նայեք, իմ կարծիքով առանց Ռոնալդոյի Պորտուգալիայի հավաքականը շատ ավելի լավ կարող է խաղալ, բայց այս ոգին ոչ ոք չի կարող փոխանցել։ Ես համոզված եմ, որ Պորտուգալիայի ֆեդերացիան նրա բոլոր ցանկություններին ընդառաջ է գնում ու ուրիշ տարբերակ չկա, որովհետև այն ինչ որ տալիս է Ռոնին Պորտուգալիային, նորից եմ ասում, ուրիշ ոչ ոք չի կարող տալ։ Ես հիմա երկարաժամկետ պլաններ չեմ կազմում, հիմա ուզում եմ գնալ ու մի լավ հանգստանալ։ Բա Լուկաս ջան, գործը ավարտին են հասցնում, նոր գնում են հանգստանալու։ Իսպանացիներից ինչպես միշտ փայլում էր Պեդրին ու նաև Օյարսաբալը, որը կրկին գոլի հեղինակ դարձավ, բայց խաղի հերոսը Նունու Մենդեշն էր, ով ֆանտաստիկ խաղ անցկացրեց։ Յամալին այնպես փակեց, որ իսկապես չկարողացավ շնչել ու նրա մասին չի գրել դեռ միայն մեր վարչապետը, բայց հեսա ուր որակը գրի ու կասի գնա ինչ-որ մեկին։ Մի հատ նայեք Ռոնալդոյի համար ինչ է անում, որ նա գոլ խփի, ինչ հեշտությամբ է անցնում Յամալին։ Հանց ջան, խնդրում եմ էլի, իրենց արա որ այս տղուն աստղայինը չտանի, լավ, բայց խաղի գլխավոր մեգա անհաջողակը կրում էր 7 համարի մարզաշապիկը, փոխարինման մտավ ու հնարավոր չի գտնել մի ակումբ, որտեղ նա նորմալ ջիգյարով խաղացել է։ Ապեր ճիշտն ասա էլի, դու փող ես տալիս, որ քեզ հավաքական հրավիրեն, չէ՞ որ բանակից ազատվես։ Այս մարդը աշխարհի բոլոր ակումբներում խաղաց, բայց այդպես էլ չհասկացանք ինքը ով է, ինչ է, հուրդուց է, ինչացու է։ Մի բան էլ խաղից հետո հայտնեց, թե բա հնարավոր է սեպտեմբերին չվերադառնա հավաքական։ Ճիշտ է, սեպտեմբերին թող գնա ֆուտբոլային դպրոց նորից, որ սովորի թե ինչպես են խփում պենալ խփում։ Գերմանիայի հավաքականը շարունակում է տխրեցնել իր երկրպագուներին։ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում նրանք պարտվեցին ֆրանսիացիներին 2-0 հաշվով։ Այս մասով մենք բան չենք ասի, անկեղծ բացատրություն ունի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, որը մեզ մոտ էր։ Էլ ձև չկար Գերմանիայի հավաքականը ռելսերի վրա գցելու ու տենց մի օր մտամոլոր տխուր քայլում եմ փողոցներով, մեկ էլ տեսնեմ գետնին մի հատ բրոշուրա գցած ցիտատներ Mein Kampf գրքից անունով։ Վերցրի, բացեցի, հենց առաջինը գրած էր. իսկական գերմանացու ուժը բեղերի մեջ է։ Այս անգամ էլ քաշեց պապին։ Ոնց որ սաղազքի։ Շատ ավելի վատ վիճակում է Իտալիայի հավաքականը, որի գլխավոր մարզիչը անկեղծանալ անգամ չհասցրեց, որովհետև Լուչիանո Սպալետին հեռացվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ 2 տարի էլ չձգեց, չնայած քաչալա, բայց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային էլ կարելի է հասկանալ։ Նորվեգիային պարտվել, բայց 3-0 ու խայտառակվել։ Ականատեսները պատմում են, որ շատ դաժան պատկեր է եղել։ Մի խոսքով Գերմանիային ուղարկում ենք Օսվենցիմ, Իտալիային էլ պիցցա սարքելու, գոնե մի օգուտ կբերի։ Այսօր էլ սենց, իմ կարծիքով ստացված թողարկում էր, որովհետև հոգուս մի մասը դրել էի մեջը։ Այն կվերականգնվի, եթե բաժանորդագրվեք, լայքեք ու զանգակեք։ Շատ շնորհակալ կլինենք։ Ուզում եմ հիշեցնել, որ վերջում Ռոնալդոյի մտքերն են իր եւ Մեսսիի մասին։ Դուք վայելեք ու հիշեք, որ այստեղ պարզապես նորություններ չեն։ Մենք տրամադրություն ենք փոխանցում։ Դուք միշտ խաղացել եք Մեսսիի դեմ ու դա պատմական է եղել։ Չեք կարծում, որ պետք է մի օր խաղաք Մեսսիի հետ, ինչը նույնպես պատմական կլինի։ Ես շատ եմ կապված Արգենտինայի հետ, կինս այնտեղից է, անկեղծ ասած առաջարկ եղել է, գիտեք, ես 40 տարեկան եմ, լավ եկեք սենց ասեմ, երբեք մի ասա երբեք, գիտեք, ես յուրահատուկ կապվածություն ունեմ Մեսսիի հետ, մենք իրար հետ երկար ժամանակ թշնամիներ ենք եղել, լավ իմաստով իհարկե, նա իմ հանդեպ միշտ շատ հարգալից է եղել, իհարկե բարդ կլինի նրա հետ խաղալ, բայց անհնար ոչինչ չկա։